ձեր գործընկերը, կարելի է ասել, Արսեն Թորոսյանի մասին է խոսքը, նկատի ունելով, որ դուք եք այդ ոլորտը ղեկավարել, հետո Արցախում եք նաև պաշտոնավարել, խոսելով Արցախում ոչնչացվող եկեղեցիների մասին, ասաց, որ Ադրբեջանի սուվերեն տարածքն է, ինչ կուզի դա էլ կանի, ինչպես եք վերաբերվում այս հայտարարությանը եւ եթե դուք մնայիք սոցիալ-նախարար, դուք ինչպես կարձագանքեիք Ադրբեջանի վայրագությունների։ Նախ այնինչ հայտարարել է Արսեն Թորոսյանը, դա ծայրահեղ տգիտության դրսևորում է, առայն որ երբ որ վերացվում են մշակութային արժեքներ, դա տվյալ երկրի ներքին ինքնիշխան հարցը չէ։ Մշակութային արժեքները պաշտպանված են, որտեղ դրանք համամարտկային արժեքներ են, պաշտպանված են համամարտկային կանոններով, իրավունքներով եւ օրենքներով։ Հետևաբար ցավալի է լսել, որ այն մարդով զբաղեցնում է այն պաշտոնը, որ ես նախկինում ինձ ամոթով է թողնում, կատարելով նման հայտարարություններ, ունենալով նման բարձր պաշտոն։ Եվ սա ամոթ է հայ ժողովրդի համար, որ նմանատիպ կառավարիչներ կան այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Սա տարիներ է արդեն տևում, առաջինը չի ու վերջինն էլ չի, եւ իրենց արած հայտարարությունները հայ ազգին ուղղակի խայտառակ են անում աշխարհով մեկ։ Ինչ վերաբերվում է այն հայտարարություններին, որ տարբեր ամբիոններից մենք լսում ենք այսօրվա իշխանությունների, փաստ է մեկ բան։ Այդ բոլոր հայտարարությունները արվում են հաճայանալու համար Ադրբեջանի եւ Ալիևի ռեժիմին, որպեսզի պահպանվի այստեղ այս իրավիճակը, որը նրանք կարողանում են եւ փորձ են անում վաճառել հայ ժողովրդի վրա որպես խաղաղություն, որովհետեւ լռությունը եւ անհամբեր սпасելը, որ Նիկոլի իշխանությունը վերարտադրվի, ապա հետո ստանան իրենց ստանալիքները, սա չի կարող որևէ ձևով ձևակերպվել որպես խաղաղություն։ Անհրաժեշտ է խաղաղությունը, պետք է խաղաղությունը, բայց խաղաղությունը արդյունք է քո վարած քաղաքականության, այլ ոչ թե նպատակ, որովհետև նպատակի պարագայում այն վերածվում է սեփական իշխանությունը պահելու միջոցի, ինչով որ զբաղված են այսօրվա իշխանությունները։ Եվ մենք այսօր ականատես ենք լինում նաև եվրոպական համայնքի առաջնորդների ներկայությանը եւ ակնհայտ է, որ սա այլ կերպ մեկնաբանել, քան միջամտություն Հայաստանի ներքին ընտրության իրավունքի, հայ ժողովրդի ընտրության իրավունքի վրա եւ ազդեցություն փորձ անել ազդեցություն գործադրել, բայց ես պիտի ասեմ, որ դա ինձ ամենևին չի հետաքրքրում, եթե կլուծվեն Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրները, թեկուս այս գնով, վերադառնան հայ գերիները, Բաքվում պահվող մարդիկ, ովքեր Հայաստանում խոսքի ազատության հնչեցնելու պատճառով դատապարտված են եւ բանտերում են գտնվում, սրբազանները, հայ եկեղեցու դեմ պայքարը, որ մղում է այս իշխանությունը, եթե դրանք կդառնան քննարկման առարկա, համեցեք, բայց եթե եկել են ուղղակի ցույց տալու, որ իրենք կան եւ եվրոպական համամարտկային արժեքների պաշտպան չեն հանդիսանալու Հայաստանի Հանրապետությունում, ուրեմն նրանց այցը ուղղակի տուրիստական այց կարելի է համարել եւ աջակցություն այս իշխանությունին։ Տիկին Թանդիլյան, Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարել է, որ օրինակ Արցախում ոչնչացվող եկեղեցիների հարցը պետական մակարդակով քննարկման առարկա չի դառնալու։ Եթե Հայաստանի իշխանությունների կողմից խնդիրներ, այդ թվում գերիների հարցը, վերադարձի հարցը, առհասարակ Արցախի հարցը պետական մակարդակով քննարկման թեմա չի դառնալու, դուք ինչ ակնկալիքներ ունեք եվրոպացիներին։ Եվրոպացիները ինչպես պետք է այդ հարցին անդրադառնան։ Նիկոլ Փաշինյանը այդպիսի հայտարարություններ է անում, որովհետև չի ներկայացնում Հայաստանի պետական շահը։ Միայն այդպիսի ղեկավարը կարող է նման հայտարարություն անել, չպաշտպանել հայ ժողովրդի շահերը, Հայաստանի Հանրապետության շահերը եւ մեր պետականության ինքնիշխանության շահը, ցույց տալու, որ մենք տեր ենք կանգնելու աշխարհում հայկականությանը եւ հայկական արժեքների պաշտպանությանը։ Եվ հետեւաբար Նիկոլ Փաշինյանից այլ բան սпасել, ուղղակի շարք մեջ ճանաչել Իրան, լինել միամիտ եւ մտածել, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանը կարող է առհասարակ որևէ առաջընթաց արձանագրել, ել չեմ խոսում ինքնիշխանության եւ սուվերենության մասին։ Եվ այս առումով ինչու ենք դիմում եվրոպական առաջնորդներին, որովհետեւ հենց այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները դա չեն անելու երբեք, հենց այն պատճառով, որ նրանք լռելու են եւ այդ լռությունը խախտելու մասին է հենց այսօրվա միջոցառումը, այն որ եվրոպական արժեքների եւ քրիստոնեական արժեքների կրողը հայ ժողովուրդն է իբնե, դա փաստ է, որպես առաջի քրիստոնեություն ընդունած պետություն, որպես քաղաքակրթություն, որը մենք մեջ կրում ենք արդեն դարերով, սա մեր գործն է եւ մենք պիտի նաեւ ցույց տանք եվրոպական աշխարհին եւ եվրոպական ժողովրդին առաջին հերթին, որ ձեր առաջնորդները այստեղ զբաղված չեն եվրոպական շահերը պաշտպանելով, այլապես նրանք չէին
պաշտպանի Փաշինյանի իշխանությունը, որը ուղղակի առուվաճառքի է հանել հայ ժողովրդի շահերը, քրիստոնեական արժեքները, ազատ խոսքը եւ ժողովրդավարությունը։ Իսկ առաջիկա ընտրություններին այս գագաթնաժողովը ինչպես է ազդելու։ Ակնհայտ է, որ սրանով ուզում են ցույց տալ, որ Փաշինյանը ունի աջակցություն եվրոպական առաջնորդների շրջանակում, եւ ես պատահական չեմ շեշտում առաջնորդների, որովհետեւ ոչ թե քաղաքակրթության, այլ այս առաջնորդների, ովքեր ամեն բան անում են, որպեսզի Հայաստանը վերածվի նաեւ իրենց շահերի սպասարկման կենտրոնի, հակառուսականության կենտրոնի, եւ ես ասել եմ ու կասեմ, ամենալավ բարեկամը չի Ռուսաստանը, բայց վատ թշնամի է, եթե Հայաստանի իշխանությունները տրվեն այս սադրանքին եւ փորձեն Հայաստանը վերածել պլացդարմի եվրոպական առանձին վերցրած երկրների շահերի, հայ ժողովուրդը տանուլ է տալու այդ պատերազմում, որովհետեւ մեր տարածքը թաթերաբեմ դարձնել տարբեր աշխարհակաղակական կենտրոնների անթույլատրելի է։ Մենք այդ ճոխությունը թույլ տալ չենք կարող։ Այո, եվրոպական, նորից եմ կրկնում, քաղաքակրթությունն ու արժեքները մերն են, ի բնե, մենք այդպիսի ժողովուրդ ենք, բայց այնինչ անում է Նիկոլ Փաշինյանը, աղերս չունի հայ ժողովրդի շահերի հետ, եվրոպական արժեքների հետ, խոսքի ազատության եւ ժողովրդավարության հետ։ Իշխանության ներկայացուցիչները ասում են, որ իրենք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին կամ համաժողովների ժամանակ թեև ոչ հանրության առջև, բայց բարձրաձայնում են գերիների վերադարձի հարցը։ Ինչ է կարծում, իրոք բարձրաձայնվում է կամ այնպես, որ իրոք դա արդյունք տա։ Նրանք կարող են ասել ինչ ուզում են, նրանք ասում են ամեն բան, որպեսզի հաճոյանան հայ ժողովրդի ականջին, որովհետև հայ ժողովուրդը որտեղից պիտի իմանա դա տեղի է ունենում, թե ոչ։ Բայց քանի որ մենք շփվում ենք եվրոպական պաշտոնյաների հետ, տարբեր ներկայացուցիչների հետ, մի բան, որ ծագում է իմ ականջը ամեն անգամ նման զրույցներից հետո, դա այն է, որ այո, համաշխարհային արժեք է, համամարտկային արժեք է գերիների ազատ արձակումը, բայց դա պիտի լինի ձեր իշխանությունների օրակարգում, որպեսզի մենք կարողանանք դրան աջակից լինել։ Սա միանշանակ պատասխան է, որ ես ստացել եմ տարբեր եվրոպական երկրների ներկայացուցիչներից, տարբեր փակ հանդիպումներից, եւ փաստ է ինձ համար դա ոչ թե այն պատճառով, որ դա նրանք են ասում, այլ նաեւ այն պատճառով, որ ես տեսնում եմ Հայաստանի Հանրապետության իշխանավորների վարած քաղաքականությունը, նրանց հայտարարությունները, տեքստերը հրապարակային, ինչը հնարավորություն է տալիս Ադրբեջանին մոռացության տալ առնվազն 19 հայ գերիների ճակատագիրը, անել ինչ ուզում են, անգամ չտալ նրանց դատավճիռները, որը տարական իրավունք է, որ պիտի պաշտպանվեր, եւ անել այս իշխանությունները անում են հայտարարություններ, որոնց հետևանքով այդ գերիների վրա հատորներով նոր հոդվածներ են ավելացել։ Հետևաբար ինչպես ես դու մի կողմից հատորներով հոդված ավելացնում գերիների վրա, մյուս կողմից փորձում նրանց ազատ արձակման հարցը լուծել։ Ես խորապես համոզված եմ, որ այս իշխանությունների ամենամեծ դավաճանական քայլերից մեկն էլ հենց այն է, որ միայնակ են թողել Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող մարդկանց, եւ սա բոլորիս է վերաբերում, որովհետեւ այդ մարդիկ դատվում են հայ լինելու պատճառով, իրենց ինքնորոշման իրավունքը, հայ ժողովրդի իր հողում ապրելու իրավունքը պաշտպանելու պատճառով։ Սա ազգային ամոթ է, առանց որը շտկելու մենք ուղղակի իրավունք չունենք աշխարհի ազգերի շարքին արժանապատվորեն կանգնելու։ Մենք հիմա հայտարարված ենք, ամոթով ենք եւ պիտի պայքարենք այդ մարդկանց վերադարձի համար օր առաջ, որպեսզի մեզ նաեւ մեր խղճի առջև մաքուր լինենք եւ մեզ ամոթով չտան միջազգային այլ ժողովուրդներ ու ասեն ձեր հայրենակիցները Բաքվի բանտում դուք էստեղ ուրախանում եք, քեֆ եք անում, պար եք գալիս եվրոպական առաջնորդների առջև փոխարեն այս հարցը բարձրացնելու։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։